Բարի երեկո, եթերում ֆուտբոլի ժամն է։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, այսօր ֆուտբոլի ժամը ձևաչափային որոշակի փոփոխություններ է կրել, Հայաստանի առաջնության մասին իհարկե կխոսենք, բայց շատ կարճ, իսկ հաղորդման հիմնական թեման լինելու է Թբիլիսիում կայացած Եվրոպայի սուպերգաղաթի խաղարկությունը Բարսելոնայի եւ Սևիլիայի միջև, բայց ավելի շատ կխոսենք ոչ թե այդ խաղի բաղկացուցիչ մասի, այլ այն մասին, թե ինչպես է Թբիլիսին կազմակերպել այդ հանդիպումը եւ ինչ տպավորություններ ստացան այնտեղ գտնվող մեր հայրենակիցները, մասնավորապես մեր երկու հյուրերի հետ այդ մասին կխոսենք, Մեդիամաքս լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան եւ առաջին հայկական ճակատ երկրպագուների շարժման հիմնադիր անդամ Կարեն Շաբոյան, բարի երեկո։ Պարոնակ, եւ առաջին հարցը, դուք եղել եք Թբիլիսիում, դիտել եք սուպերգաղաթի խաղարկությունը, ձեր տպավորությունները, արդյոք այնտեղ իրոք ֆուտբոլային տոներ ստացվեց վրացիների մոտ այդ խաղի կազմակերպում, թե ոչ։ Իհարկե դա տոներ, դա ֆուտբոլային տոներ եւ ոչ միայն ֆուտբոլային տոներ, դա կարելի ասել Թիֆլիսի տոններ, սկսված սահմանից, վերջացրած, չգիտեմ, ռեստորաններով, ընդհանուր մթնոլորտով, տիրում էր ֆանտաստիկ տրամադրություն եւ իրոք դա ոնց որ համահունչ էր խաղին, թե խաղն էր տոնական, թե մթնոլորտն էր տոնական, թե մարդիկ էին տոնական, տաքսի վարորդներից սկսած վերջացրած սովորական հասարակ մարդկանց, որոնք քայլում են, բոլոր այդ տրամադրության մեջ էին։ Ու ուղղակի տենց բարի նախանձով էր նայում, մտածելով, որ այս տոնը ինչքան կուզեիր, որ տեղափոխվեր Երևան, լիներ նաև այսպեսի Երևանի տոն։ Իրոք ամեն ինչ շատ տոնական էր։ Ես ուզում եմ պարզապես ավելացնել, որ ունեի հնարավորություն հավատարմագրվել եւ որպես լրագրող մեկնել Թբիլիսի, սակայն այս անգամ ցանկացա հենց որպես երկրպագու գնալ եւ տանել հետս երեխաներից, որոնց համար իսկապես նրանք մոտ 2 ամիս սպասում էին այդ իրադարձությանը եւ ամեն ինչ կողքից նաեւ տեսնել, որովհետեւ երբ որ որպես լրագրող ես գնում, մի քիչ արտոնյալ պայմաններում ես գտնվում, բոլոր դռները քո առջև բաց են, նաեւ հատուկ ծրագիր կա լրագրողների համար, իսկ sense որպես հասարակ երկրպագու իհարկե կողքից նայելը, նաեւ համեմատելը շատ կարեւոր էր։ Հաղորդման ընթացքում կնշեմ որոշակի թերություններ եւ բացթողումներ, որոնք եղան, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այո, այդ օրը Թբիլիսին իսկապես ֆուտբոլի եվրոպական մայրաքաղաքն էր, գուցե նաեւ համաշխարհային, եւ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր հենց այդ քաղաքի վրա։ Որպես երկրպագու ես մեկնել, նշեցի, տոմսերով բնականաբար դեռևս ամիսներ առաջ, երբ սկսվեց տոմսերի վաճառքը, առաջի բանը որ եղավ սկանդալ, արդեն նույնիսկ տոմսերի վաճառքից սկանդալ։ Կար այդպիսի բան թե ոչ։ Այո, սկանդալը կար եւ վրացական ղեկավարությունը եւ UEFA-ն կարծում եմ սխալ որոշում կայացրեցին տոմսերի վաճառքը հանձնել մասնավոր մի ընկերության Bilet Ebije կայքին։ Որն էր սկանդալի բնույթը։ Խնդիրն այն էր, որ հենց անմիջապես երբ որ սկսվեց տոմսերի վաճառքը, համակարգը խափանվեց եւ շարքից դուրս եկավ մի քանի ժամով, հայտարարվեց, որ տոմսերը այլևս համակարգով չեն վաճառվելու, չնայած այնուամենայնիվ մոտավորապես ժամը 2-ի կողմերը հանկարծ կայքը անսպասելիորեն սկսեց գործել։ Եվ դու կարողացար։ Եվ ես այն երջանիկներից մեկն էի, ովքեր կարողացա, բայց շատ լարված վիճակ էր, որովհետև չէր ընդունում համակարգը վճարումը, հետո մի կերպ կարողացանք ձեռք բերել այդ տոմսերը եւ եթե չեմ սխալվում 4000-րդ հոգուց հետո հայտարարվեց, որ այլևս տոմսերը սպառված են եւ մնացած տոմսերը արդեն վաճառվեցին Թբիլիսիում կենթանի հերթի ձևով, բայց ամենայն դեպս բավականին տհաճ պահեր պարգևեց այդ պահը, կարծում եմ UEFA-ն ճիշտ կաներ տոմսերի սպառումը։ Ընդհանուր վաճառքի ձևի մասն է խոսքը։ Շատ լավ, տոմսերի թեման ավարտելով մի էսպիսի հարց, տոմսերը գրված էր 7 եվրոից 35 եվրո արժեքը։ 30, եթե չեմ սխալվում։ Ամենաթանկը 30 եվրո։ 30, մի խոսքով։ Համենայն դեպս հետո ինֆորմացիա եղավ, որ աստղաբաշխական թվերով տոմսերը վաճառվում են, այդ վերավաճառողներն են վաճառում մինչև 500-600 եվրո եւ այլ եւ այլ։ Նման ինֆորմացիա ունեք կամ հանդիպել եք նման մարկանց, ովքեր տոմսեր են գնել թանկ գնով։ Կար այդպիսի բան։ Իհարկե հանդիպել ենք, նույնիսկ Safe շուկայում, այսպես ասած, այդ էլեկտրոնային կայքերում էին տեղակայված տոմսերը, որոնք վաճառվում էին 10 անգամ նվազագույն ավելի թանկ գնով, հա, $300, $400, նույնիսկ այդ չափի էր ասե գները,
ու ուղղակի պետք է նախորոք ամեն ինչը պլանավորել, որ չթողնել վերջի վարքյանին, չնայած ամեն դեպքում ամեն ինչ մի քիչ շատ ուռճացված էր, այդ գներն էլ էին ուռճացված, այդ պանիկ ավելի շատ ոնց որ ցայտնոտային իրավիճակներ գները բարձրացրել, որովհետև իրականում տոմսեր կային սև շուկայում ու հնարավոր էր նույնիսկ ավելի մատչելի գնել, ոնց որ վերջին օրը արդեն այն մարդիկ, որոնք պահել էին, որ ամենաթանկ գնով վաճառեն, տեսան որ իր գնով են վաճառել, հա, նոմինալ գնով։ Վերջում արդեն նոմինալին են հասել, ընդհանրապես այո, այս թեման եզրափակելով UEFA-ն ինքն էր հայտնվել շատ վատ իրավիճակի մեջ, որովհետև բնականաբար իր բոլոր գործընկերներին պետք է տոմսեր ուղարկեր եւ չէր կարողանում դա անել ժամկետներում, որովհետև Վրաստանից ուշացնում էին, ուշ էին տպել եւ չէին հասցրել։ Մի խոսքով, կարծում UEFA-ն հաշվի կառնի հետագայում նման գործընթացները սեփական ուժերով կկազմակերպի։ Մենք կշարունակենք այս թեման, հիմա դադար է մեր եթերում կվերադառնանք։ Շարունակվում է ֆուտբոլի ժամ Արմենիայի եթերում, հաղորդման այս հատվածում մի փոքր ընդհատենք զրույցը Սուպերգավաթի այո մասին, հիմա խոսենք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի մասին, չմոռանանք, որ այս ընթացքում մեր առաջնությունը շարունակվում է եւ նախ տեսնենք, թե երկրորդ տուրում ինչ խաղեր կայացան եւ ինչ արդյունքներ գրանցվեցին։ Օգոստոսի 8-ին երկու հանդիպում կայացավ, Ալաշկերտը եւ Գանձասար Կապանը մրցեցին Նաիրի ստադիոնում եւ այստեղ դարպասի գրավում չեղավ։ 24-րդ րոպեին իհարկե բրազիլացի Էբերը Ալաշկերտի խաղացողը գրավեց մրցակցի դարպասը, բայց խաղեց դուրս վիճակից եւ այդ գոլը չարձանագրվեց, ուրիշ այսպես հիշարժան դրվագ իհարկե դժվար է առանձնացնել, չնայած 1-2 պայեր եղան։ Փյունիկ Բանանց հանդիպումը նույն օրը կայացավ եւ այստեղ Փյունիկը մեկնարկային տուրում կրած անհաջողությունից հետո շատ արագ ուշքի եկավ եւ կարողացավ խոշոր հաշվով հաղթել Բանանցին 22-րդ րոպեին Վարդգես Սաթումյանը բացեց հաշիվը, 39-րդ րոպեին Բանանցը ստացավ 11 մետրանոց հարված իրանք եւ Լայերսիոն վերականգնեց հաշվի հավասարությունը, մնացած գոլերը այս խաղում խփեցին միայն Փյունիկի ֆուտբոլիստները։ Դեռևս միջև ընդմիջում կարողացավ Փյունիկը ստանալ եւս մեկ անգամ առավելություն, Կամո Հովհաննիսյանը խփում է երկրորդ գնդակը 2-1, իսկ երկրորդ խաղակեսի ամենասկզբում Վարդգես Սաթումյանը իր երկրորդ գոլն է այս խաղում խփում եւ հաշիվը դարձնում է 3-1։ Եվս երկու գնդակ հայտնվեց այս խաղում Բանանցի դարպասում, 56-րդ րոպեին Վարդան Պողոսյանը եւ 85-րդ րոպեին Արթուր Յուսպաշյանը ձևակերպեցին խաղի վերջնական հաշիվը 5-1, Փյունիկը շատ խոշոր հաշվով հաղթում է Բանանցին, տեսնում եք նաեւ Յուսպաշյանի խփած գնդակը։ Բանանցը առաջին տուրում, եթե հիշում եք, դժվարությամբ փրկվեց պարտությունից Միկայի հետ խաղում, բայց այստեղ արդեն ոչինչ անել չկարողացավ։ Եվ օգոստոսի 9-ին կայացած երկու խաղերի մասին Միկա Արարատ այստեղ ամեն ինչ որոշեց դարպասի 1 գրավումը, Գևորգ Նռանյանը 63-րդ րոպեին հաղթանակ է պարգևում Արարատին, երկրորդ անունդ մեջ հաղթանակն է տանում Արարատը եւ աղյուսակի մասին խոսելիս կտեսնենք, որ առաջատարներից մեկն է։ Եվս մեկ գոլառատ հանդիպում կայացավ Գյումրիում, որտեղ Շիրակը ընդունել էր Ուլիսին եւ հաղթեց Շիրակը 3-2 հաշվով, ճիշտ է ամեն ինչ այդքան հեշտ չընթացավ Շիրակի համար, գյումրեցիների կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Դավիթ Հակոբյանը, ընդ որում մեկը խփեց 11 մետրանոցից 87-րդ րոպեին, դա հաղթական գնդակն էր, մեկ գնդակ էլ Վիոլեն Այվազյանը 59-րդ րոպեին է խփել։ Միլոշ Ստամենկովիչը Շիրակի պաշտպանը 31-րդ րոպեին սեփական դարպասն է գրավել եւ Միլուտին Իվանովիչը երկրորդ գոլն է Ուլիսի խփել, այսպես են իրադարձությունները զարգացել, բայց հիշարժանը այստեղ ամենահիշարժան դրվագը իհարկե 11 մետրանոցն էր, որը շատերի կարծիքով շատ կասկածելի էր, Էդգար Մալաքյանը վաստակեց այդ 11 մետրանոցը մի իրավիճակում, որտեղ շատ հազվադեպ մրցավարներ կհամարձակվեին ցույց տալ 11 մետրանոց նշակետը եւ հենց այդ որոշումից հետո էլ Դավիթ Հակոբյանը խփեց հաղթական գնդակը։ Մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո արդեն կարելի է ինչ-որ բան նկատել, այստեղ 100%-անոց արդյունք ունեն Արարատը եւ Շիրակը, նրանք 6-ական միավոր են վաստակել, ընդ որում Արարատը առայժմ միակ թիմն է, որը անառիկ է պահում սեփական դարպասը։ 4 միավոր ունի Ալաշկերտը, 3 Փյունիկը, 1-ական Գանձասար Կապանը, Միկան եւ Բանանցը եւ Ուլիսա
միակ թիմն է, որը դեռ միավոր չի վաստակել։ Հաջորդ երրորդ տուրի մասին էլ խոսենք, օգոստոսի 15-ին եւ 16-ին կկայանան հանդիպումները, Կանզասար-Կապան Ուլիս, Կանզասար-Կապանն առաջին հանդիպումն է այս առաջնությունում անցկացնելու սեփական դաշտում Կապանում, եւ Շիրակը ստացվեց այնպես, որ երրորդ անգամ անընդմեջ խաղալու է Գյումրիում, այն պարզ պատճառով, որ երկրորդ տուրի Շիրակ-Ուլիս հանդիպումը պետք է Ուլիսի դաշտում կայանար, բայց երկու թիմերի համաձայնությամբ տեղափոխվել էր Գյումրի, որովհետև հանրապետական ստադիոնը պատրաստ չէր։ Երկրորդ շրջանում արդեն այդ թիմերը կխաղան Ուլիսի դաշտում։ Եվ 16-ին օգոստոսի Բանան Ծալաշկերտ եւ Արարատ Փյունիկ հանդիպումները կկայանան, այսպիսի ծրագիր է երրորդ տուրի համար։ Մի քանի նկատառում, եթե հիշում եք մեր անցյալ հաղորդման ժամանակ, երբ մեր հյուրն էր Կանզասար-Կապանի ղեկավարներից Սամվել Պետրոսյանը, մենք քննարկում ենք լեգիոներների առկայությունը հայկական ֆուտբոլում, նրանց չափի հետ կապված եւ այլ։ Նշենք, որ 8 հայկական թիմերից միակը, որը խաղում է առանց լեգիոներների, Փյունիկն է եւ հենց Փյունիկի երևի թե այսպես ճակերտներով ջանքերով գոլ խփող ֆուտբոլիստների քանակում այս անգամ մեծ թիվ կազմեցին հայազգի ֆուտբոլիստները, ինչը չկա այլ թիմերում։ Մոտակա մեր հաղորդումներից համեմատության համար նախորդ մրցաշրջանում Փյունիկում կար լեգիոներ, որը գոլերի մեծամասնություն մեկ լեգիոներ, որը ամբողջ գոլերի մեծ քանակն էր խփում, հիմա չկա լեգիոներ եւ Փյունիկը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել։ Նշեմ, որ Փյունիկը բոլոր առումներով գերազանցեց Բանանցին, լեգիոներների հետ կապված հարցերը, նաև ընդհանրապես հայկական ֆուտբոլին առնչվող հարցերը մենք հույս ունենք առաջիկայում քննարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ լեգիոներների հարցը խոսքը անորակ լեգիոներների մասին է, որոնք ուղղակի խաղալով Հայաստանում ոչ մի չգերազանցելով ոչ մի հայ ֆուտբոլիստի, կարծես նրանց տեղն են խաղում, ինչի ես նկատում եմ թե Ուլիսում, թե Միկայում անգամ Բանանցի կազմում մեծաթիվ անորակ լեգիոներներ, որոնց ներկայությունը Հայաստանի առաջացնում միգուցե հասկանալի է որոշակի հետաքրքրությունների առումով անհատների, բայց որը հաստատապես չի զարգացնում մեր ֆուտբոլը։ Այդ առումով ես կցանկանամ դուք նաև հայկական ֆուտբոլին հետևում եք։ Ընդամենը հարց լեգիոներների առկայությունը Հայաստանի առաջացնում անորակ լեգիոներների մասին է։ Պետք է թե պետք չէ եւ ընդհանրապես մեզ պետք է լեգիոներների թվի սահմանափակում։ Իհարկե լեգիոներների հարցը դա շատ ոչ միանշանակ է, ցանկացած առաջնությունում իրաց մասնակցությունն ու քանակը անընդհատ որոշվում են եւ օրենքներ են փոխվում։ Իմ անձնական կարծիքն է, որ լեգիոներները պետք է նպաստեն առողջ մրցակցությանը։ Իրանք պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ փորձեն բարձրացնել որակ, տան նոր որակ ընդհանուր առաջնությանը։ Եթե չի պահպանվում այդ կրիտերիաները, իսկ նրանք ուղղակի լրացնելու համար են, ուղղակի ինչ որ ժամանակավոր փոքր արդյունք ձևավորելու համար են, իրանք անիմաստ են։ Իսկն ավելի լավ է ունենալ երիտասարդ հայ անփորձ խաղացողներ, որոնք դաշտում կարող են իրենց բացահայտել, կարող են նույն փորձ ձեռք բերել։ Բայց հիշելով նաև մեր լավագույն լեգիոներներին, որոնք եկել են Հայաստանի առաջնություն, ու Մարկոս Պիզելին, ինքը Արարատ եկել էր հասարակ որպես լեգիոներ ու ինչ տեսանք, ինքը տվեց նոր որակ հայկական ֆուտբոլին, ձգտում մտցրեց իր թիմակիցների մեջ, որոնք փորձեցին լավ խաղալ, հա, եւ շատ բարի նաև բացի նրանից արդեն խաղում Հայաստանի ազգային հավաքականում դադարեց լեգիոներ դառնալ ու գնաց, այսինքն լավ որակյալ լեգիոներները միշտ օգուտ են առաջնությանը։ Շնորհակալություն Դավիթ։ Ես նույն կարծիքի, ես կարծում եմ, որ մյուս երկրների փորձը հուշում է, որ շուկան պետք է ազատականացնել, իհարկե դուք շատ լուրջ խնդիր եք բարձրացնում, որ չպետք է անորակ եւ ցածրորակ ֆուտբոլիստներ հրավիրվեն, բայց կարծում եմ դա ավելի շատ ակումբների խնդիրն է, քան թե մեր առաջնության, որովհետև միջամտություն պետք չէ ձեր կարծում եմ ոչ, կարծում եմ, որ եթե հայ ֆուտբոլիստները կարողանան իրենց ակումբներում դրսևորեն, ապա նրանք 100% տեղ կգտնեն նաև մեկնարկային կազմում։ Բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ այսօր Ռուսաստանը փորձում է ադմինիստրատիվ ռեսուրսներով սահմանափակել լեգիոներների թիվը եւ առայժմ դա բերում է ընդամենը նրան, որ աճում է տեղացի ֆուտբոլիստների գինը եւ նրանք իրենց ինչ որտեղ անփոխարինելի են համարում եւ թույլ են տալիս այնպիսի արարքներ, որոնք այլ պարագայում եւ եթե վախենային իրենց տեղի համար չէին անում։ Շնորհակալություն, մենք եւս մեկ անգամ ընդփիչվենք գովազդով, որից հետո կվերադառնանք Եվրոպայի սուպեր գավաթի քննարկությանը։ Ֆուտբոլի ժամն է Արմենիայի եթերում եւ հիմա շարունակում ենք քննարկել Թբիլիսիում կայացած Եվրոպայի սուպեր գավաթի Բարսելոնա-Սևիլիա հանդիպումը, բայց նախ նորից խաղի եւ կազմակերպչական այդ բաղկացուցիչների մասին։
Խոսքը հայերի, հայ հանդիսականների քանակի մասին է, դուք այնտեղ եք, ձեր կարծիքով շատ էին հայերը։ Ըստ ինձ բավականին շատ էին։ Ուղղակի քայլելուց կարող էր լսել, ինչպես են խոսում, քննարկում դրոշների առկայությունից, թե ստադիոնում փակցված, թե իրանց ձեռքներին ընդհանուր այնպիսի մթնոլորտ էր, ոնց որ ավելի քիչ վրացիներ լինեն եւ ավելի շատ այլազգիներ։ Հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ, Իրաքից, Լիբանանից, չգիտեմ, քուրդեր, Եգիպտոսից, ամեն տեղից մարդիկ եկել հավաքվել էին, որ Եվ չկար որևէ բախում տարբեր ազգերի ուկրաինացի, ռուս, հայ, ադրբեջանցի, թե բոլորին միավորել էր այս անգամ։ Եթե ազնիվ լինենք, իրոք ես ինքս չեմ նկատել, իմ տեսած բարի մթնոլորտը, ոնց որ ընկերական, տոնական, այդ ամեն ինչը ոնց որ չկար այն հակամարտությունը, կան որ մարդիկ ինչքան էլ որ երկրպագու են, բայց ամեն դեպքում ոնց որ ավելի շատ ֆուտբոլի համար չեն եկել են, որ այդ տոնի մի մաս դառնային։ Ուղղակի տեսնեին ոնց է կատարում Մեսսին, իրականում տեսնեին Բարսելոնային, այսպեսի ավելի շատ մթնոլորտ։ Ոչ թե ֆուտբոլային, ես որտեղ ֆուտբոլային մթնոլորտի շատ ոնց որ ներկայացուցիչ եմ, այդ ֆուտբոլային մթնոլորտը չկար։ Ավելի ինչ որ տոնական մթնոլորտ էր, ասենք, կարծես համերգ ինչ որ, չգիտեմ, լասկալա ինչ որ օպերա է, այսպեսի ավելի շատ տպավորություններ, քան թե զուտ է աժոտաժը ֆուտբոլային։ Այն որ բազմաթիվ հայեր կային, կարող եմ ես նույնիսկ սահմանի վրա հարցրեցի վրացի սահմանապահներից, նրանք ասեցին, որ առավոտվանից մարդիկ են գալիս եւ երեկվանից ովքեր գնալու են ֆուտբոլի, այսինքն եթե ոչ հազարավոր, ապա հարյուրավոր երկրպագուներ Հայաստանից կային եւ մենք բազմաթիվ ծանոթ մարդկանց այնտեղ հանդիպեցինք, շատ հաճելի էր, որ հանդիպեցինք նաեւ մեր լրագրողներին, ովքեր հավատարմագրվել էին, UEFA-ի կողմից ստացել էին հավատարմագիր եւ նրանք եւս կարողացան ազատորեն այնտեղ լուսաբանել, աշխատել, դա իհարկե շատ հաճելի էր։ Ինչ վերաբերում է ազգամիջյան ինչ-որ բախումների եւ այլն, ես դաշտում նման բանի ականատես չեմ եղել եւ տեսել եմ հարևանությամբ տարբեր երկրների դրոշներ, այդ թվում նաև միտեղ տեսա, որ կարծես հայկական եւ ադրբեջանական դրոշներ էին։ Իմիջիալից այդ նկարը համացանցում ամենատարածվածներից մեկն է։ Համացանցի հիթն է դարձել։ Այո, մեր էկրաններին է 3 ադրբեջանական դրոշ, 2 հայկական դրոշ, ադրբեջանցի եւ հանդիսականներ, որոնք բոլորը Բարսելոնայի մարզաշապիկներում են եւ հանգիստ երկրպագում են։ Եթե չեմ սխալվում, Կարեն, դու այդտեղ ինչ որ նախապատմություն գիտես։ Ոնց որ դրոշները կամած քանակները իրանց փոխվում էին, սկզբից հայկական, հետո ադրբեջանական, հետո 2 հայկական, 2 ադրբեջանական, հետո տարավ 3 ադրբեջանական, 2 հայկական, այստեղ երկրորդ խաղակից հետո մնաց 2 ադրբեջանական, 2 հայկական։ Չգիտեմ ոնց եղավ, ոնց է դրոշը ինչպես պայմանավորվեցին, շատ հանգիստ հայ ադրբեջանցիները Բարսելոնայի մարզաշապիկներով։ Ես ուզում եմ նաև ավելացնել, որ UEFA-ն այս անգամ մտածել էր, որ խաղը հենց պետք է նվիրված լինի միասնությանը եւ կարգախոսը, որ ֆուտբոլը միավորում է աշխարհը, տեսակ երևի բացման արարողության ժամանակ երեխաները դուրս եկան այդ կարգախոսով եւ տարբեր երկրներից հետ խորհրդային Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան երեխաները ձեռքի բռնած կանգնած էին, շատ գեղեցիկ էր դա եւ դա կարծում եմ դա ավելի շատ իհարկե ուղղված էր ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, բայց նրանք որպեսզի չընդգծեին, դա բերել էին նաև այլ երկրներից հետ խորհրդային։ Դա UEFA-ի ծրագիր էր, որին մասնակցեց նաև Հայաստանը, իդեպ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ երեխաներն այդ շրջանակը ոնց որ եզրափակվեց, որտեղ են վերջում կանգնած երեխաները բռնեցին նաև ֆուտբոլիստների ձեռքերը եւ իսկապես այդ պահը շատ գեղեցիկ նայվեց։ Բաներ չեմ տեսել, կոնֆլիկտներ։ Շատ լավ, դու ասում ես միասնություն ֆուտբոլով, եթե հիշում ես տարիներ առաջ 2008 թվականին, եթե չեմ սխալվում, նույն Միշել Պլատինին փորձում էր ֆուտբոլով միասնություն միջազգային այդ հարաբերական կոնֆլիկտների հարթեցման հասնել, մասնավորապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի։ Հայաստանն ու Ադրբեջանը ընդգրկվեցին նույն խմբում, որպեսզի կարողանանք սպորտով, բայց հետո հնարավոր չեղավ այդ խաղերը անցկացնել, մի բան էլ վնասնու, եթե վնաս չեղավ, ամենայն դեպս օգուտ չեղավ։ Հիմա ստացվում է, որ կա ֆուտբոլում մի բնագավառ, երրորդ ուժ, ասենք, այս դեպքում օրինակ Բարսելոնան, որը կարող է միավորել հայ եւ ադրբեջանցի հանդիսականներին, համաձայն ես նման։ Տեսեք, մի հետաքրքիր նկատառում ասեմ, որը վաղուց եմ արդեն նկատել։ Ադրբեջանցիները Ադրբեջանից դուրս իրենց բոլորովին այլ կերպ են պահում, քան Ադրբեջանում։ Դու կարծում ես հայերը նույնպես հայերը ոչ, հայերը պահում են իրենց այնպես, ինչպես պահում են ամեն օր։
Այսինքն թե ասենք Սևծովում հանգստանալու ժամանակ, թե ասենք նույն ես վերջերս Եգիպտոսում եմ հանգստանում այնտեղ, նրանց այդ ագրեսիվ վիճակները անմիջապես անհետանում են եւ իրենք այտենց բավականին ավելի խաղաղ են իրենց պահում, քան թե որտեղ են իրենք ագրեսիվ։ Ինչպես իրենք ագրեսիվ են ինտերնետում, իրենք ագրեսիվ են բազմաթիվ կներես քո խոսք կտրեմ, բազմաթիվ հայ անձնականներ, ովքեր նստած են ադրբեջանցիների հետ կողքի եւ հանգիստ վայելել են այդ ֆուտբոլը, եկել են Երևան եւ ինտերնետով սկսել են ագրեսիվ ստատուսներ գրել։ Էնպես որ այդտեղ ես ցավոք սրտի որպես ասենք նաեւ ինտերնետի որպես մասնագետ ցավոք սրտի չեմ կարող փաստել, որ դրա նախաձեռնողները հայերն են։ Սովորաբար մենք պատասխանողի դերում ենք հանդես գալիս։ Ամենայն դեպս համաձայն ես, որ Թբիլիսիում Եվրոպայի սուպեր գավաթի խաղում հայերն ու ադրբեջանցիները Բարսելոնայի մարզաշապիկով շատ հանգիստ ինչի երևում է նկարում կարողացան ֆուտբոլով միավորվել։ Ես պարզապես ձեր ասածը հաստատեցի, որ իսկապես նրանք Ադրբեջանից դուրս, եթե նույնը լիներ Բաքվում, կարծում եմ այդպես չէր լինի։ Որովհետև հայերը այնտեղ չեն լինի։ Թեման իհարկե շատ հետաքրքիր է եւ մենք կշարունակենք եւս մեկ դադարից հետո։ Ֆուտբոլի ժամն է Արմենիայի եթերում եւ նորից վերադառնանք Թբիլիսիում կայացած խաղին Բարսելոնա-Սևիլիա Եվրոպայի սուպեր գավաթ։ Առաջին անգամ UEFA-ն այսպիսի խաղի անցկացումը վստահեց Վրաստանին եւ ոչ միայն այստեղ պետք է նշել Վրաստան, ընդհանրապես այս Մերձկովկասյան տարածաշրջանին առաջին անգամ նման խոշոր մասշտաբի հանդիպում էր կազմակերպված։ Կարծում եք, որ Թբիլիսիին պատվով դուրս եկավ այս պատասխանատու գործի տակից եւ արդյոք հետագայում UEFA-ն կարող է շարունակել վստահել եւ ինչու ոչ մի օր էլ Երևանին վստահել։ Ավելի քան համոզված եմ հաշվի չառած սկզբում եղած խնդիրները, տեխնիկական խնդիրները տոմսերի վաճառքի հետ, ընդհանուր կազմակերպման տեսանկյունից, քաղաքի տեսանկյունից, ենթակառուցվածքների աշխատելու տեսանկյունից, ոստիկանության աշխատանքի տեսանկյունից, բոլոր մյուս տեսանկյուններով ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր որակով։ Իսկն նույնիսկ ստադիոնի մուտքը այնպես էր կազմակերպված, որ ոչ մի ժամի չեղան հերթեր։ Ես տարբեր ժամերի մտողներին հարցնում էի հերթա դուրս, ասենք ոնց է նորմալ մտակ, հա չէ, քննի չկա, միանգամից եկանք արագ մտանք։ Այսինքն նույնիսկ, չգիտեմ, հա հյուրանոցները վերջացել էին, հյուրանոցներ չկար, մարդիկ արդեն սովորական տուն էին գտնում, տան մեջ էին ապրում, բայց նույնիսկ գները չէին շատ բարձրացել այնքան, որը օրինակ սպասվում էր, էլի։ Այդ այնց հարցերից սկսված վերջացրած կազմակերպման տեսանկյուններից ամեն ինչ կարծում եմ բարձր մակարդակի վրա եւ այդպիսի ապագայում շատ վստահություն կներշնչի UEFA-ի մոտ։ Ես ճիշտն ասած չեմ կիսում Կարենի հիացմունքը, որովհետեւ ամեն ինչ նորմալ էր կազմակերպված, բայց կատարյալ չէր։ Չկային ցուցանակներ, չկային ուղենիշներ, թե ինչպես կարելի է հասնել Դինամո արենա, ինչպես դա արվում է բազմաթիվ երկրներում։ Նույնիսկ սահմանի վրա կախված էր մինչև հիմա պատանեկան օլիմպիական խաղերի այդ գովազդային պաստառներ կախված, այլ ոչ թե խաղի։ Նույնը ֆուտբոլային նման մեծ միջոցառումը ոչ միայն ֆուտբոլին է վերաբերում, այլ նաև ենթակառուցվածքներին։ Այսինքն այդ օրերին պետք է բոլոր կառույցները աշխատեն համապատասխան ուժեղացված ձևով, այդ թվում նաև սահմանապահները։ Մենք եւ նաև իմ գործընկերը եւ մենք բազմաթիվ խնդիրների առնչվեցինք երեք վերադառնալիս վրացահայկական սահմանին։ Վրաստանի հատվածում եւ կա լուսանկար տեղադրել է մեր գործընկեր Պետրոս Ղազարյանը եւ այնտեղ առնչվեցինք նաև վրաց սահմանապահների կոպիտ վերաբերմունքին եւ նրանք ամենևին պատրաստ չէին, որ նման մեծ հոսք կլինի, բայց զարմանալի է ինչու պատրաստ չէին, եթե նախորդ օրը իրենք Ես հակառակ կարծիքն եմ լսել իմիջիալից։ Բոլոր հայկական կողմը պատրաստ չէր վրացական։ Այո, այդ կարծիքներն է կան, չնայած մենք անցանք հայկական կողմ եւ հայկական կողմում բավականին լավ էր կազմակերպված, որտեղ թույլ էին տալիս մարդկանց մնալ մեքենաների մեջ եւ դուրս չգալ արևին, այլ այտենց մեքենաներով անցնել, բայց կարդացել եմ նաև այդ մեկնաբանություններում, որ հայկական կողմում էր մեր գնալուց հետո խնդիրներ են առաջացել, ենթադրում եմ, որ պարզապես այդ հոսքը վրացական սահմանից տեղափոխվելով հայկական Ամեն դեպքում չես կարծում կուտակումը շատ է եղել եւ միգուցե
արտառոց երևույթ է, կարող է այդպիսի բան։ Արտառոց Շատ մեծ է։ Բացի դրանից կազմակերպված չէ Թբիլիսիում այդ հասարակական տրանսպորտի տեղափոխումը դեպի ստադիոն, այսինքն չկային ցուցանակներ եւ այլն եւ մի պահ որ գնում ենք շատ դժվար ենք կարողանում կողնորոշվել մետրոյով որ կայարանում պետք է դուրս գանք, ուր պետք է գնանք եւ որ ուղղությամբ է գտնվում ստադիոնը հարց ու փորձ անելով։ Ինչևէ, նաև հյուրանոցների պահով մենք խնդիրներ ունեցանք, որովհետև հյուրանոցները մենք սկսեցինք զբաղվել 20 օր առաջ խաղից, հյուրանոցները սպառված էին եւ խաղի կազմակերպիչները սովորաբար նման դեպքերում ունենում են բավականին մեծ ցանկ, որ երկրպագուները ցանկացողները կարող են այդ ցանկի միջոցով, ասենք իմանալ, Ինչը նշեց Կարենը, տաներ չկար, մենք եւս ստիպված էինք ինչ-որ մի բնակարան գտնել, ընդ որում երևի թե այդ վերջին բնակարաններից էր, որ կարողացել էին գտնել 20 օր առաջ խաղից, այսինքն սենց խնդիրներ կան։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ ու շատ կարևոր մասին, արդյոք Երևանը կկարողանա երբևիցե ընդունել բան։ Ես կարծում եմ, որ ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է։ Մենք ոչինչով չենք զիջում Վրաստանին, մենք ունենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, մի բան էլ ավել, բայց մի հատ լավ ստադիոն։ Ներեցեք, չէ, համաձայն չեմ։ Ինչ ենթակառուցվածք ունենք։ Մենք ունենք հյուրանոցների ցանց 60,000 կամ 50,000 տեղով, ինչ ունի Վրաստանը։ Կարծում եմ մենք ունենք օդանավակայաններ բացի Երևանից, որովհետև կեսն է։ Չէ, դուք ասում եք ենթակառուցվածքներ։ Կեսն էր մոտավորապես ըստ UEFA-ի պահանջների մեջ միջև 30,000 ստադիոնը կան մի քանի կետեր, որին Հայաստանը միջ այսօր չի համապատասխանում։ Դա ճանապարհներն են, օդանավակայաններն են, հյուրանոցային համակարգն է եւ բժշկական համակարգն է։ Հայաստանը այս ոչ մի համակարգերի մեջ չի կարողացել լիցենզիա ստանալ։ Դուք ինչ եք ասում պատրաստ։ Դա նախկինում էր, կարծում եմ օդանավակայանը հիմա մենք ինչով ենք պատրաստ։ Այսինքն դուք կարծում եք, որ մեր օդանավակայանը ավելի վատն է, քան Վրաստանինը։ Մենք չունենք երկրորդ օդանավակայան, որ ինչ ունի Պայստային, որ ունի, մենք չունենք այդ կամ թռիչքներ, ինչ ունի Թբիլիսին, մենք չունենք հյուրանոցային այդ կամ ցանց տեղեր, ինչ ունի Թբիլիսին, մենք չունենք, դրանք բազմաթիվ են։ Իսկ այդ դեպքում մենք ինչով ենք պատրաստ։ Միայն ցանկությամբ, բայց չեմ կարծում որ միջև այն պահը երբ UEFA-ն վստահեց Թբիլիսիին կամ Թբիլիսին հայտ ներկայացրեց նրանք էլ ծրագիր է ներկայացրել։ Այո, այդ ծրագիրը կարելի է ներկայացնել եւ մոտեցնել պայմանները։ Ես ասեմ ուրիշ բան, համահայկական խաղեր են այսօր Հայաստանում ընթանում։ Դուք կարող եք որևէ համեմատության եզր գտնել համահայկական խաղերի կազմակերպչական, մարզական, որևէ գործոնով համեմատեք թե սուպերգավաթի հետ թե եվրոպական խաղերի Բաքվում մեր ռեգիոնում ես չեմ կարող եվրոպական UEFA-ի չափանիշների հետ համեմատել, որտեղ ծանոթ չեմ դրանց, բայց կարող եմ համեմատել այս տարվա ապրիլի 24-ին տեղի ունեցած այդ հավաքին, որ երբ որ Հայաստան էին ժամանել տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում նաև մի քանի երկրների ղեկավարներ ու մեծ թվով պատվիրակություններ, ինչպես նաև բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր երկրներից եւ մենք բավականին պատվով դուրս եկանք այդ բանից։ Չգիտեմ ինչն է խնդիրը, բայց ես համոզված եմ, որ մոտ 30,000 հյուրանոցային տեղ է անհրաժեշտ այս պարագայում, ներառյալ նաև բնակարաններ վարձով տրվող եւ դա Երևանի համար բավականին նորմալ է, որովհետեւ ստադիոնը միակն է, որ մենք ունենք, նույն Հրազդանը։ Մենք միակն է, որ մենք չունենք ստադիոն։ Իհարկե նոր ստադիոն կառուցելը կապված կլիներ միլիարդավոր ծախսերի հետ, Հրազդան ստադիոնը այսօր չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որովհետեւ Դինամո Արենան շատ լուրջ վերակառուցում է անցել եւ այսօր համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին, թե իր լուսավորությամբ, թե իր կահավորմամբ, թե երկրպագուների համար բան, բայց ես ուզում եմ նաև Արմեն ջան նշել, որ իրականում Հրազդան ստադիոնը բավականին հեշտ է բերել այդ մակարդակի, ինչ որ Դինամո Արենան է։ Դա կապված է ընդամենը մի քանի միլիոն դոլարի ծախսի հետ, ինչու եմ ասում ընդամենը, իհարկե դա հսկայական գումար է, բայց դա չնչին գումար է, եթե համեմատես այն գումարի հետ, թե ինչ պետք լիներ, որպեսզի նոր ստադիոն կառուցել։ Ընդամենը մի քանի միլիոն գումար է անհրաժեշտ, եւ ես ինքս օրինակ պատրաստ եմ, եթե որոշվի, որ fundraising արվի, ասենք համաժողովրդական, դրամահավաք կամ ասենք ինչ որ ֆուտբոլի ֆեդերացիան կամ դուք որոշեք, որ գումար հավաքվի, որպեսզի մեր ստադիոնը բերվի միջազգային չափանիշների,
ապա ես ինքս հաճույքով այդ միջոցառումը Դու Դավիթ վստահ ես, որ մեր ստադիոնը չի համապատասխանում։ Այո, ես Այդ դեպքում վստահ եմ։ ինչպես է մեր ստադիոնում անցկացվել Հայաստան, Իտալիա աշխարհի առաջացան ընտրական հանդիպում։ Գիտեք, ինքը տարբեր բաներ։ Երկու հավաքականներ մասնագիտական, այո, Այստեղ նաև անվտանգության ինչ որ անվտանգության տոմսերի համակարգից սկսած, մասնագիտական զուգարանների, բազմաթիվ այո հարցեր կան։ հանդերձարանների, Բազմաթիվ հարցեր այլ կան, բայց այդ հարցերի մեջ առաջինը երկրի ենթակառուցվածքներն են, երկրի պատրաստվածությունը։ Ես կարծում եմ Երևանի քաղաքապետարանի եւ նաեւ իշխանությունների համար պատվող խնդիր այլևս պետք է լինի նման բարձր Դու մակարդակի։ համաձայն ես, որ սա պիտի լինի պետական ծրագիր։ Իհարկե Սա պետության Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործը չէր վերջի։ Դա ամբողջ Վրաստան պետության գործն էր կազմակերպել Եվրոպայի սուպերգավաթի Ես նաև մի բան էլ ավելացնեմ, Արմեն ջան, որ եթե մենք այդ գումարը ծախսենք Հրազդան ստադիոնի վրա, դրանից դա միանգամյա ծախս է, բայց դրանից հետո մենք հնարավորություն կունենանք տարբեր միջազգային մրցաշարեր ընդունելու, որը այսօր մենք այդ մակարդակի սպորտային մրցաշար երբևիցե չենք ընդունել, երբևիցե, բայց բավական է մեկ անգամ հաջողությամբ անցկացնել եւ դրանից հետո այլ միջազգային կառույցներ եւս կսկսեն վստահել նման միջոցառումների անցկացումը։ Կարեն համաձայնես, որ Երևանում մոտ ապագայում հնարավոր է նման կարգի միջոցառում անցկացնել։ Դու շատ ես լինում տարբեր ստադիոններում, այդպես ասեմ։ Դա իմ ցանկությունն է։ Ես հույսով եմ, ես հավատում եմ, որ հնարավոր կլինի տենց միջոցառումներ կազմակերպել։ Խոսել ես պայդրությամբ ենթակառուցվածքների կամ մյուս բաների մասին, դա ոնց որ մասնագիտական աշխատանք է։ Դա գոյություն ունի մրցույթի փաթեթ, պետք է նախապատրաստել 5 տարի առաջ, 6 տարի առաջ։ Թիֆլիսը մի օրում չի որոշել դիմել, հա, ինքը դիմել է 4 տարի առաջ առնվազն, որ միջև իր հերթացել է 5 տարի առաջ։ Այսօրվանից պետք է հասկանալ բաց տեղերը, պատրաստվել փաթեթին, մրցույթին, տենդերին դիմել, հասկանալ ինչ բաց տեղեր կա, մյուս տարի եւս, մյուս տարի եւս, ու այնքան ժամանակ միջև օրինակ 2020-25 թվականի համար ստեղծել բերել ինչ որ մի հատ նմանատիպ որակի մրցույթ։ Եթե չեմ սխալվում 2020 թվականի Եվրոպայի առաջացան խաղերը, չէ, մեկը Թբիլիսիում պիտի լինի, մեկը Բաքվում։ Երևանը ոչ տարբեր տեղերում Երևանը նույնիսկ հայտ չներկայացրեց, որտեվ չկար հայտին համապատասխանող։ Բայց եթե հիշում ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրերում կար հայտ ներկայացնելը, բայց հետո երևի հասկացան, որ ամեն ինչ չի օգտագործվում։ Այդ աշխատանքը ամբողջ երկրի պետական ծրագիր։ Համենայն դեպս հերոստատուսով երբ ես նայում եմ, իմ մոտ բարի նախանձ առաջացավ, թե ընդհանուր ես չէի զգում, որ Թբիլիսիում է, ինձ թվում էր սա եվրոպական ամենաժամանակակից ստադիոնում է, թե բացման արարողությունը կարճ, բայց հակեցած, թե մարկանց դեմքերը, թե Ես այսօր հյուրի կարգավիճակով եմ, բայց քանի որ ձեր գործընկերն եմ, թույլ տվեք ես էլ ձեզ հարց ուղղեմ։ Իսկ դուք 10 տարի առաջ կպատկերացնեք, որ Թբիլիսին կարող է նման խաղ ընդունել։ 10 տարի առաջ Հայաստանը շատ ավելի առաջ էր Վրաստանից, եթե հիշում եք, բայց զարգացման տեմպեր գոյություն ունի։ Մենք մնացինք միտեղ, վրացիները մեզնից անցան։ Այստեղ խնդիր կա, բա ինչ պիտի անենք։ Նկատի ունեմ, որ եթե կա երազանք եւ Դավիթ, Կարեն, միայն ցանկությունով չի։ Իհարկե մենք բոլորս Ես արդեն ասացի, որ իրականում եթե կա ինչ-որ նպատակ եւ անհրաժեշտ է միջոցներ հավաքել եւ այդ ստադիոնը բերել, ասենք, համապատասխան մակարդակի, ինչպես նաեւ քաղաքը շատ տարիներ առաջ դրամահավաք էր կատարում հանրապետական ստադիոնը վերակառուցելու։ Դրամահավաք արվեց, անգամ դպրոցականները դրամահավաքեցին, ստադիոնը չվերակառուցվեց։ Միջև ֆուտբոլի ֆեդերացիան ինքը սկսեց այդ ստադիոնը կառուցել։ Սա պետական ծրագիր պիտի լինի, չի կարելի ժողովրդի մասնակցությունը պիտի լինի, բայց ընդհանուր առմամբ պետությունը պիտի որոշի, որ մենք գնում ենք այս սրան ու սկսի քայլել անել։ Ես նորից եթե զուգահեռ անցկացնեմ համահայկականի եւ սուպերգավաթի եվրոպական խաղերի մյուս մեծ խաղերի միջև ցանկացա հիմա Վրաստանը այս սուպերգավաթից հետո ինչ ունեցավ միջազգային վարկ, ունեցավ կայացած ենթակառուցվածքներ, չէ՞ որ այդ ստադիոնն էլ վերջիվերջո բերեցին վերջնական տեսքի, ունեցավ օբյեկտներ, թե մարզական, թե տնտեսական։ Հայաստանում 6-րդ համահայկական մարզական խաղերն են անցկացվում։ 6 խաղերից հետո ինձ ասեք մեկ մարզական կառույց, որը համահայկական խաղերի համար կառուցվել է։ Չկա այդպիսի բան։ Ասեք մեկ մարզական կառույց, որը համահայկական խաղերի համար բերվել է միջազգային չափորոշիչների։ Չկա այդպիսի բան։ Ասեք մի ենթակառուցվածք, որը համահայկական խաղերի անվան տակ միջազգային նորմի է բերվել։ Կա այդպիսի բան։ Սրա մասին պիտի լինի խոսքը։ Եթե մենք անում ենք ինչ-որ բան մարզական միջոցառում, մենք պիտի դրա նպատակն ու խնդիրը հասկանանք, ոչ թե ինքնահոսի անել։ Դուք բավականին լուրջ խնդիր եք բարձրացնում եւ եթե նկատել եք վերջին տարիներին Հայաստանը կոնկրետ աութսայդեր է դարձել Հարավային Կովկասի երկրների մեջ,
արդեն թե Թբիլիսին, թե Բաքուն ընդունել են շատ բարձր մակարդակի միջազգային մրցումներ եւ շարունակելու են ընդունել։ Ես ձեզ հետ այդ առումով լիովին համամիտ եմ, բայց կարծում եմ, որ ասենք մեկ անգամյա միջոցառում կոնկրետ Եվրոպայի որևէ գավաթի խաղարկություն կամ սուպեր գավաթ անցկացնելը ավելի հեշտ է, համ էլ ինքը կարող է ստեղծել այն բազան, նախադրյալներ ստեղծի, որպեսզի հետագայում մեզ վստահեն այլ միջոցառումներ եւս։ Եվ դա նորից եմ ասում, կարող է դառնալ մեր քաղաքային իշխանությունների, պետական իշխանությունների համար պատվող խնդիր, եւ եթե դա դառնա պատվող խնդիր, ժողովուրդը եւս հաճույքով կմիանա այդ նախաձեռնությանը։ Մի փոքր միգուցե մենք շեղվեցինք մեր հաղորդման բուն բնույթից ֆուտբոլից, բայց ամեն դեպքում ես ինքս դուք էլ երևի թե համաձայնվեք, շատ կարևոր ենք համարում ֆուտբոլի հետ մեր ֆուտբոլային այդ մթնոլորտը, որը ստեղծվում է։ Կարեն նշեց Թբիլիսիում ոչ միայն ֆուտբոլել, այլ տոն ներկայացում եւ այլ։ Ես առաջարկում եմ նաեւ մի փոքր վերադառնալ այդ տոնին եւ խոսել բուն ֆուտբոլից։ Վերջիվերջո 5-րդ անգամ Բարսելոնան նվաճեց սուպերգավաթը, սա ռեկորդի կրկնությունն է իտալական Միլանի։ Եվ եղավ պատմության մեջ այս մրցաշարի ամենագոլառատ հանդիպումը։ Ամենագոլառատ հանդիպումը համապատասխանեց խաղը, ինչպես Կարենը սկզբում նշել էր, խաղը այդ ընդհանուր ֆուտբոլային տոնին։ Երևի թե ներկայացում էր, հայ երկրպագուները Բարսելոնայի եւ Մեսսի իրենց աչքով տեսան, ինչը նշեց նաեւ Սևիլիայի նախագահը, որ Բարսելոնայի կազմում խաղում էին 10 ֆուտբոլիստներ եւ մեկ այլ մոլորակային։ Այդ նույնը մենք տեսանք նաև Պորտուգալիան, երբ Երևանում էր, համենայն դեպս մեր աչքով արդեն կարծես թե մենք տեսնում ենք, որ համաշխարհային ֆուտբոլում իրոք կան ֆուտբոլիստներ եւ այլ մոլորակայիններ, ձեր տպավորությունները ֆուտբոլ խաղից։ Ես ինքս երկրորդ անգամ եմ լինում Բարսելոնայի խաղին, 2 տարի առաջ սուպեր գավաթի կիսա եզրափակչին եմ մասնակցել Բարսելոնա Ռեալ Մադրիդ նո կամպում, այնտեղ լրիվ ուրիշ էր, դա տոն չէր, դա մրցում էր, դա պարտադիր հաղթելու ցանկություն էր, դա չգիտեմ լրիվ ուրիշ էր ամեն ինչ էր, մարդիկ ուղակի ստադիոնը տրաքում էր, ասենք նենց էր ուզում որ հաղթի էր, ամեն կերպ իր թիմին էր աջակցում, այստեղ ավելի շատ մարդիկ ոնց որ նայում են հաճույք են ստանում այդ խաղից ու խաղն էլ այդպեսին ստացվեց, խաղը ստացվեց հանդիսականի համար, խաղը ստացվեց որպես ֆուտբոլ, այսինքն այդտենց խաղերից են սիրում ֆուտբոլը ու ինքը չգիտեմ շատ հետաքրքիր էր, ես չէի ուզում որ գնար 11 մետրանոց, որովհետև այդպեսի խաղի ելքը չպետք էր 11 մետրանոցներով որոշվեր, այդպեսի ելքը պետք էր խաղալ այդ հիմնական ժամանակում փորձել խփել գոլ եւ հաղթել հիմնական ժամանակի մեջ։ Ես ինքս քանի որ Բարսելոնայի երկրպագու եմ, շատ գոհ եմ իհարկե արդյունքից եւ ցուցադրած խաղից եւ իհարկե այդ ֆանտաստիկ գոլերից, որը ականատես եղա անձամբ։ Դավիթ Քոքրոց։ Ես Բարսելոնայի խաղից այնքան էլ գոհ չեմ, հատկապես պաշտպանության, որովհետեւ կարծում եմ, որ նման բարձրակարգ թիմը չպետք է 4 հատ գոլ բաց թողի։ Մի քիչ էլ դժգոհ եմ մարզիչից, որովհետև տարօրինակ էքսպերիմենտներ էր անում կազմի հետ, որոնք հենց ավարտվեցին նրանով, որ խաղի ընթացքում թիմը 4 գնդակ բաց թողեց, բայց շատ մեծ ինձ համար տոն էր, որովհետև ես շատ վաղուց էի նման առիթի սպասում, սա առաջին խաղն էր իմ սիրած թիմի մասնակցությամբ եւ իսկապես շատ հաճելի էր, որ նման հնարավորություն առաջացավ, բայց կար գլխիս մեջ մի հարց, որի մասին մենք մի քիչ առաջ խոսում ենք, այն էր թե ինչու այս տոնը չէր կարող լինել Երևանում։ Դա դուրս չի գալու մեր միջից այնքան ժամանակ միջև Երևանում չլինի նման խաղ։ Համաձայն ես։ Եկեք թող սա մեկնակետը լինի, այս հաղորդումը մեկնակետը լինի այդ իսկապես պատահող Ես համաձայն եմ, միգուցե մի փոքր մենք ավելի տաք խոսեցինք, ավելի շատ խոսեցինք, բայց համենայն դեպս ես հույս ունեմ, որ մեր հաղորդումը կամ այդ հատված հաղորդման կդառնա քննարկման առարկա։ Բայց ամեն գիտեք միշտ այդ հայի եւ վրացի այդ մրցակցային պահը միշտ եղել է եւ ցանկացած հայի համար կարծում եմ մի քիչ այո, մի քիչ բան է, որ ցավալի է, այո, ընդունել այն փաստը, որ մենք ամենավառ արտացոլումը թերևս Միմինոյում է, հիմա էլ տեղափոխենք ֆուտբոլ։ Զիջում ենք։ Գուցե իհարկե տոլման մերն է եւ ջուրն էլ երկրորդ տեղն է աշխարհում զբաղացնում Դիլիջանում, բայց այնուամենայնիվ եկեք ընդունենք, որ սուպեր գավաթը Թբիլիսիում էր։
Եվս մի փոքր չընդունենք Դավիթ դու նշեցիր որ էքսպերիմենտներ էր անում Բարսելոնայի մարզիչը, բայց գրեթե բոլոր մարզիչները սուպեր գավաթը դիտարկում են որպես մրցաշրջանի նախապատրաստական հանդիպում։ Հետևաբար արդյոք այս խաղում իրավունք չունեն մարզիչները փորձարկումներ անել երկար մրցաշրջանից առաջ, թե սա մեկ մրցանակի համար խաղ է, որտեղ պետք է արդյունքը կարևորել։ Կարծում եմ Բարսելոնայի համար արդյունքը շատ կարևոր էր։ Հակառակ դեպքում Ես կասեի Սևիլիայի համար ոչ պակաս կարևոր։ Այո, Սևիլիայի համար բնականաբար, բայց Բարսելոնայի համար եւս կարևոր էր, հակառակ դեպքում կխաղար երկրորդ կազմը։ Էքսպերիմենտները վերաբերում էին Պեդրոին եւ նրա հնարավոր հեռանալուն թիմից եւ Մադիոյի դիրքին, որովհետեւ ինքը խաղի ընթացքում հաջողացրեց խաղալ թե պաշտպանությունում, թե կիսապաշտպանությունում, մի պահ նույնիսկ ցախ հարձակվող էր, հետո նորից վերադարձավ։ Գիտեք, էքսպերիմենտները լավ են ընկերական խաղերի ժամանակ, բայց ես ինքս այդ խաղը չէին կարող որպես կար որ սա ընկերական խաղեր են առումով, որ կարելի ասած ներկայացումներ, շոու էր։ Շոու էր, բայց տպավորություն որ ընկերական խաղը չկար, դուք չգիտեմ, նկատեցիք թե ոչ, նույնիսկ այնպիսի պահեր լարված եղան, երբ որ իրար հետ վիճում էին խաղացողները եւ մի պահ եղավ նույնիսկ որ Մեսին եւ Սևիլիայի մարզիչն էին լեզվակռիվ անում, այսինքն եթե ընկերական խաղերներ գուցե մոտենային իրար փաթաթվեին, ասեին ոնց էս ինչ կա չկա, բայց կարծում եմ լարվածություն կար եւ մրցակցային բանը կար։ Ամեն դեպքում այո, ընդհանուր կարծիքը այն է, որ խաղը իր բնույթով ստացվեց նմանատիպ կազմակերպչական այդ վիճակներին, տոնը ստացվեց Թբիլիսիում երևի թե վրացիները ընդունում էին սուպերգավաթը երազել անգամ չէին կարող, որ այսպիսի սցենարով խաղ կլինի։ Եվ ամենաբանը կլիներ, զարմանալին կլիներ վրացիների համար, եթե Յուվենտուս դնեփար։ Այո, Յուվենտուս դնեփար։ Երևի թե այսքան մեծ հետաքրքրություն չէր առաջացնի եւ միգուցե հիմա այսքան թեմա մենք չունենայինք էլ խոսելու։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Իրոք հուսանք, որ մեր այս զրույցը սկզբնակետ կլինի, որպեսզի հետագայում մենք էլ նման խաղ կարողանանք կազմակերպել։ Մեր հյուրերներին հիշեցնեմ Դավիթ Ալավերդյանը եւ Կարեն Շաբոյանը։ Մենք ձեզ էլ շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։